Miare kape. Miecek cerbi. Bătrân coșima miare. Gene benzine böyle de. Yapacağım. Apa juromuni, na jurta be. Ni sarkis. Boba jurta me boba. Ay boba. Jur profesional e Masla gituşuna porni gidiyor. Boba, na sanki aslında. Böyle kan denen inçaz doğru çıkar. Kesin daha Olay yakmış saksaktı ben o çuvala derede bir tane gönülde bir gelen menfaata saçtan arra çeytan bir kimseli ara Ne keçu şöyle. Ha. Ha. Ախր ներսը չի ներևում։ Ayın çendenime doğuşla kafadan asım kenara. Abi kapor çelmasın mı kadın? Hiç var ya be ya var. Շատ հարաճած սխալվում են ապել, այդ մարդը կարակ դուք ասեք, այդ դրները չենք կարում բացեն, որից են իրան բացեն, որից էստեղ մեկը մեզ, պատասխանտակ իրար այսօր սենց կա։
Փաստինֆոյի հարգելի հետևորդներ, ովքեր նոր են միացել մեզ, ես հիշեցնեմ, որ մենք ուղիղ հեռարձակմամբ աշխատում ենք Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության շենքի դիմացից, որտեղ հավաքվել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն ու ծնողները պահանջում են հանդիպում գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի եւ Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի հետ։ Նշենք, որ ծնողներն ու հարազատները հավաքվել էին այստեղ այս նույն շենքի առաջ նաև նախորդ շաբաթօրը սեպտեմբերի 27-ին նույն պահանջով, սակայն վերջիններիս հայտնել էին, որ իրենց պահանջը կկատարվի միայն երկուշաբթի օրը, սակայն այստեղ իրավիճակը լարված է։ Պաշտպանության նախարարության շենքի դուռը փակել են անհետ կորած զինծառայողների, ծնողների եւ հարազատների առաջ։ Նշեմ, որ այստեղ նշեցին, որ այս դուռը ռազմական օբյեկտ է եւ ոչ մի դեպքում չի բացվելու զինծառայողների, ծնողների առաջ։ Նշենք, որ ուժայինների թիվը գնալով ավելանում է։ Պաշտպանության նախարարության շենքի դիմաց պարբերաբար նոր ուժայիններ են բերվում։ Ես նաև նշեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայող Համազած Պողոսյանի հայրը Հովհաննես Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 5 տարվա մեջ անգամ մեկ անհետ կորածի ճակատագիր չի պարզվել։ Ես մեջբերեմ նրա խոսքը։ Ես նաև նշեմ, որ անհետ կորած զինծառայողների ծնողներին հայտնել են, որ իրենց կարող են ընդունել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, սակայն ժամը 3-ին 15:00-ին նշեմ, որ հարազատներն ու ծնողները համաձայն չեն հանդիպել Արման Սարգսյանի հետ։ Ապե, մարդ, եթե մի բան պահանջում է, նա պետք է կատարի դա նոր պահանջ։ Հենց ստի։ Արսեն հեղափոխ։
Գավառը հայտարարել որ այս շենքի կադաստրի վկայական ինքը չունի, ինքը ձեր ղեկավարն ինչ ղեկավար հրաման կուտա, օֆիցիալ պաշտոնական մարդ է, կերակուն գլխավոր հրամանատարը, հայտնի ես չունիմ Հայաստանի Հանրապետության կադաստրի վկայականը, եթե մարդը կադաստրի վկայական չունի, պանայի շենքի վկայական չունի, ձեզի լիազորություն չունի, ինչ կա հրամանեն դուք կկադարեք, դրեք։ Եթե ճաշտի կողմ եք, ճիշտ է ես մարդկանց կողմ եմ, օրենքով, ամեն օրենքով։ Հորգո, Ճանոքանս աղաշկարի Այսօր կամ հայ կամ թուրք է մեր դեպքում Մարսել գալիս է։
Դες ներվելունդե համնեդը կանդարում։ Տեսեք ուզում եք մազիկ ռազմական ոստիկանական պարարվում այդ ինա թավերացեք Ապեր, այ, տապ այդ մարդու աշխատանք Մարդը տամենես պատել ես ինչ ես եկել մլիցա դարը, գնա մլիցա չի, ինչ, ոստիկանը մլիցա չի, ոստիկանը մլիցա չի, բա ինչ է, մլիցա է, Ախպեր իրիմ է հինգա ձերը թազա է, մլիցեն դարել է ոստիկան, Բոլորի կարգավիճակը նկատում եք իրաց վիճակում եք ոչ մեկ չի մտնում վիճակը, այնից է դիած, Փաստին որ իհարկելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը ուղիղ հեռարձակմամբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության շենքի դիմացից, որտեղ հիմա գտնվում են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները, ծնողները, նշեմ, որ անհետ կորած զինծառայողների հարազատները նույն շենքի դիմաց հավաքվել էին նաև նախորդ շաբաթօրը սեպտեմբերի 27-ին եւ պահանջում էին հանդիպում գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի եւ Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի հետ, սակայն վերջիններիս հայտնել են, որ կարող են միայն այսօր հանդիպել Ինքը դուրս նահանգից կարելի
Есть наушники, цикли. Да, маска. Allora che tu perché no? Главный ход. Es բաներ են արել, բերեք ես շոֆեր ճարեք, Հələ բերեսի բաց եք դու գամ մտնի, բան։ Դուրը բաց է կտե, շտաբ ակալը բաց եք այդ դուրը։ Այդ պուչկը բաց է։
Ահա